Արգելի դատարան, արգելի մեղադրող ես ուշադիր լսում եմ, իհարկե օրենքարան բոլորն են հավասար են, անցանք կատարվածը պետք է մարդիկ պատժեն։ Ես ունեմ երկու հարց մեր արգելի մեղադրողին, որ անկետ որպես մարդ պատասխանի, կարելի է բարեն մեղադրող։ Դուք հնչեցեք դատարանը կորոշի։ Արգելի դատարան, կարելի է որ Հասկերյանում եք հաստատում, բայց եթե հացեք տալիս եք, հրեստորական մեղադրողը կարող է պատասխանել, կարող է պատասխանել։ Վազգեն Պողոսյանի տունը խուզարկել են 20 թվականի փետրվարին, ճիշտ է թե ոչ, որինքը ձերբակալված է։ Ինչ-որ մի թղթի կտոր գտնելով, դրանից հետո ծառայողների վրա գործ են հարուցել։ Գործը տեղում չեն հարուցել։ Ես մենք պատասխանում ենք, եթե հանցանք կա։ Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիսի։ Ես խնդրեմ այդ արդյունքով, ես չեմ ուզում ճակետները բացել։ Ամեն իր չափն է իր տեղում։ Դրանից հետո 2700 հոգի վկա առանց ամբողջ հանրապետությունով, գյուղերով, տեղերով, քաղաքներով այն մարդուն ձերբակալել է, տանել մինչև գիշեր փայել կինա, տղամարդա, չգիտեմ, մի սուտկա, մի ամիս, երկու ամիս։ Հետո 110 հատ քննիչ կացել։ Դրանից հետո գալիս են, որ պետք է գործերն ուղարկեն, որ դատարանն դիմում է, ուղարկում են 4 հատ վկայի թուղթ։ Այդ 2700 հոգի չկան արգելի մեղադրող։ Որից մեկը չկա, որ ասի Ծառուկյանը խաշակ հատը։ Ծառուկյանն ասել է Պողոսյան Վազգեն ջան, հարկանք ունես, շատ կազմակերպի ոնց որ սա անցել դու։ Մարդը ձերբակալված տեղում եկել է նորից նույնպես արեցում են, հարց չկա, գնացեք կազմակերպի ոնց որ սա անցնու, այդ հարցերը ոնց որ բոլոր տեղում կարգավորեն։ Ուրիշ բան չկա Ծառուկյանի վրա ցույցում ոչ ոք չի ասում դες բան։ Բա հարկելի մեղադրող, ասենք այսօր ասում են Ծառուկյանը պետք է ընտրակաշառք կա, որը 5 տարի Հաշիվներս փակած, բանկերը փակած, իմ գործարքները սա աշխարհում մեկ սա չերյալը կատարվել, մի հատ դրա հիման վրա դրել է ապօրինի հարստացում, բայց է ցավոտ ան։ Պետություն ուրիշ զբաղմունք չունի, որ գնա զբաղվում, ես պետական պաշտոնի եմ ելել, ոչ նախարար եմ ելել, այլ աշխատող ստեղծում է 89 թվից, թղթերներ կան, ամբողջ տարածքներ գիտի, ինչից եմ սկսել, կոպեկ առ կոպեկ, եթե առաջ մեր համար երազանք էր, որ ինչ-որ 3000 ռուբլի ամսական փող առնենք, որը ես իմ գործունեությունը սկսել եմ, որ թղթերներ կա, փաստերներ կա, կոմոդ կա, ճիշտ է թե ոչ։ Օրը 1 միլիոն ռուբլի փող եմ վաստակել այն ժողովրդան 90-91 թվականին։ Ու այսօր Ծառուկյանը դել են ապօրինի հարստացում, ես ինչ արել եմ իմ երկրում, կառուցել եմ, ցակել եմ, դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի, հովանավորել եմ ամբողջ երիտասարդության, ինչ ասկալ եմ, Ղարաբաղի։ Բայց այսօր ես հնազանդ լսում եմ, լավ, շատ պրոֆեսիոնալ ասում եք, քո գործն է դու ուզում ասես, քո սրտում էլ գիտես, որ այդպես չի։ Շատ եմ լսում եմ, եթե ես մեկ եմ գործում, որ չուկած։ Ես ուզում եմ ասել մեկա, հույս չունեմ, որ դուք ինչ-որ պետք է արդարացնեք։ Ես միջազգային դատարան, Եվրոպայի դատարան եմ դիմելու եւ այդ իմ կորցրատները ես պահանջելու եմ։ Հիմնավորում, եթե մեկը ասել է, Ծառուկյանը գումարատում է, պատժեք։